Ժամանակն անցնում է, դեմքերն են մարում են հիշողության մշուշում, բայց կան անուններ, որոնք մնում են ժողովրդի հոգում։ Կարեն Դեմիրճյանի անունը հենց այդ անուններից է։ Կարեն Դեմիրճյան, ապրիլի 17, օր, որը հետագայում կփոխեր մեր երկրի ճակատագրի։ Կարեն Դեմիրճյան, մարդ, ով մեծ է և հոգով և սրտով, մարդ, ով փոխել է մեր հայրենիքը։ Կարեն Դեմիրճյան, մարդ, ով որ ապրում է ժողովրդի համար։ Նա հայտնի էր իր համեստությամբ, ժողովրդի խնդիրներին մարդկային վերաբերմունքով մոտենալով և առաջնորդվում էր ոչ միայն քրքով, այլ սրտով։ Նրա հիշատակը մշտապես վառ է մնալու։ Ամենուրեք Կարեն Դեմիրճյանի անունով կան դպրոցներ, փողոցներ և մշակութային կենտրոններ։ Նա մարդ էր, ով ապրեց և գործեց հանուն հայրենիքի ու ժողովրդի։ 1974 թվականին նա ընտրվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։ Նրա օրոք զարգացան արդյունաբերությունը, շինարարությունը, կրթական հաստատությունները։ Բարև ձեզ, ճանաչում եք արդյոք Կարեն Դեմիրճյանին, ինչ գործունեություն է նա ծավալել իր կառավարման տարիներին։ Բարև Մանեջան, իհարկե ճանաչում եմ Կարեն Դեմիրճյանին ու ասեմ ավելին, գիտեմ, որ այսօր նշում է նրա 93-ամյակը։ Առավել կարևոր շինություններից գիտեմ, որ նա հիմնել է մարզահամերգային համալիրը և ծիծեռնակաբերդը։ Նա առաջնորդ էր, բայց երբեք չմոռացավ մնալ մարդ։ Կարեն Դեմիրճյանը կարևորում էր կրթության դերը երկրի զարգացման մեջ։ Դպրոցից երեխան պետք է դուրս գա կրթված, բարեկիրթ։ Եթե ուզում եք իմանալ, գրագիտություն սովորելուց հետո ամենամեծ եւ ամենաբարդ խնդիրը դա բարեկիրթ երեխա դաստիարակել։ Հայ ես խնդրում եմ, որպեսզի դուք գրագետ բարեկիրթ երեխաներ թողարկեք դպրոցներից, ինչպես ասում։ Դրա շուրջ ինքներդ մտածեք։ Դպրոցից դուրս եկած երեխան պետք է դպրոցի հոտ գա։ Եվ յուրաքանչյուր դպրոց իր տրադիցիաները պետք է ունենա։ Այստեղ մենք չպետք է ունիֆիկացիայի ենթարկենք դաստիարակության պրոցեսները, յուրաքանչյուր դպրոց յուրովի պետք է մարդ դաստիարակի, բարեկիրթ երեխա դուրս բերի, որպեսզի երեխան մինչև կյանքի վերջը իր դրական բարեմաստությունները կապի այդ դպրոցի հետ։ Իսկ մենք դա չենք անում։ Իսկ եթե դա չենք անում, դպրոց չկա։ Դպրոցը ամբողջ աշխարհի ձևավորում է։ Դրա համար ես երբ որ մտածում կամ խոսում եմ մանկավարժների մասին, ես այն օրը ասեցի, մանկավարժի աշխատանքը դա ինժեների աշխատանք չէ, դա ճարտարապետի աշխատանք չէ, դա գրողի աշխատանք չէ, դա ամենաբարդ, բայց միաժամանակ ամենապետքական, ամենաանհրաժեշտ, դա սիմբիոզ աշխատանք է։ Մանկավարժական աշխատանքը դա տեխնություն է, դրա համար էլ մանկավարժներին ասում են մշակներ։ Կարող պատմել Կարեն Դեմիրճյանի մասին։ Կարեն Դեմիրճյանը չեմ, բայց ինքը որպես լավ մարդ հայտնի է ամբողջ Հայաստանում։ Կարեն Դեմիրճյանը եղել աշխատել է տարբեր պաշտոններում, իսկ 1974 թվականից, եթե չեմ սխալվում, Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար, այսինքն դա նշանակում է հիմա վարչապետի կարգավիճակում է ինքներ եւ Կարեն Դեմիրճյանի ժամանակ Հայաստանի արդյունաբերությունը, շինարարությունը շատ մեծ առաջընթաց եղավ, շատ Կարեն Դեմիրճյանի ժամանակ է կառուցվել Զվարթնոց օդանավակայանը, մարզահամերգային համալիրը, Արփասեվան ջրատարը եւ հիմա չեմ հիշում, բայց արդյունաբերությունը մեծ թափ ստացավ եւ ժողովուրդը նրան շատ էր սիրում եւ նույնիսկ Կարեն շինարար էին ժողովուրդը անվանում։ Իսկ երբ անկախությունից հետո 90-ականներին նա արդեն ստեղծեց Հայաստանի ժողովրդական կուսակցությունը եւ այդ կուսակցության ժամանակ ընտրությունների ժամանակ ընդունվեց Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր եւ 99 թվականին մարտ կամ ապրիլ ամիսներին ընտրվեց ազգային ժողովի նախագահ։ Դեռ չէին հասցրել մեծ գործեր անել, երբ 99 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկչության ժամանակ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը եւ 7 այլ պատգամավորներ զոհվեցին, բայց ժողովուրդը նրան հիշում է եւ շատ սիրում։ Նա կյանքը նվիրեց իր ժողովրդին, թողնելով իրենից ոչ միայն անցյալի փառավոր էջ, այլ նաև պատգամ ապագայի համար։
Պետք է այնպես աշխատենք, որ մեր ժողովրդի աչքերում հպարտություն լինի, ոչ թե հիասթափություն, ասում էր նա։ Կարեն Դեմիրճյանի հիշատակը միշտ վառ կմնա հայ ժողովրդի սրտում։ Երկրի վիճակը այնպիսին է, որ եթե մենք բոլորս չհամախմբվենք, չհամատեղենք մեր ուժերը, մենք չենք կարող ակնկալել դրական արդյունքներ։ Այսօր ժամանակն է մի անգամ ևս ոգեկոչել Չարենցի հայտնի կոչը, «Ո հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Մենք պետք է հավաքական լինենք, պետք է միավորվենք, դա չի բացառում դիալոգը, դա չի բացառում մրցակցությունը, դա չի բացառում ճիշտ պայքարը, բայց բոլորը պետք է ենթարկված լինի մեկ գերագույն նպատակի, ամեն ինչ հայրենիքի համար, ամեն ինչ ժողովրդի համար։ Կարեն Սերապի Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին Երևանում, Ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։ 1949-ից 1954 թվականներին սովորել է Երևանի ԿՄԱԿՍ-ի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետում, ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։ Աբովյանի համար առաջին դպրոցը այն դպրոցներից է, որը կառուցվել է Կարեն Դեմիրճյանի օրոք եւ գործում է մինչ օրս։ Ինչքանով եք տեղեկացված Կարեն Դեմիրճյանից։ Բավականին տեղեկացված եմ Կարեն Դեմիրճյանից եւ շատ ուրախ եմ, որ մեր ազգը Կարեն Դեմիրճյան է ունեցել, եւ Կարեն Դեմիրճյանը կարելի ասել մեր ամենասիրված ղեկավարներից է, ոչ միայն խորհրդային միության տարիների, այլ նաեւ ընդհանուր Հայաստանի պատմության մեր ղեկավարների մեջ մարդիկ շատ են հավանում նրա գործունեությունը, որտեղ ինքը շատ արդյունավետ է գործել եւ այլ երկար տարիների ընթացքում, որ ինքը ղեկավարել է խորհրդային Հայաստանը, կարևորագույն գործեր է արել, որոնք մինչև այսօր կենդանի են պահում նրա անունը, ինչպիսիք են օրինակ մեր մարզահամերգային համալիրը, որ մենք բոլոր մեծ իրադարձությունները այսօր են դեր ենք անում եւ գոնե փոխադրամիջոց որպես մետրոպոլիտենը, որ իր անվամբ է կոչվում, եթե դուք կարդաք կիմանաք ինքը ինչ հնարքներով է կարողացել մետրոն բերել Երևան, որովհետև Երևանը չպետք է ունենա այդ բանի մետրոն, բայց Կարեն Դեմիրճյանը, որ իսկապես հայրենասեր է եւ սիրում էր Հայաստանը, ինքը ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը Երևան ունենա այդ մետրոպոլիտենը եւ շատ մոնումենտալ կառույցներ, շենքեր, որ Երևանում կա եւ Երևանի խորհրդանի շեն, Հայաստանի խորհրդանի շեն, դրանք կառուցվել են ինչքանով որ ես տեղյակ եմ Կարեն Դեմիրճյանի կառավարումով եւ ես հպարտանում եմ, որ մենք Կարեն Դեմիրճյանն ենք, որը ըստ խելացի ղեկավար է եղել, խելացի ու հայրենասեր մարդ է եղել, ով արել է ամեն ինչ հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի շենացմանը, բարեկեցությանը եւ ժողովուրդը դրա համար է, որ նրան անչափ սիրում է եւ նա ուներ հնարավորություն վերադառնալու քաղաքականություն, վերադարձավ ինչ-որ չափով, բայց ցավոք սրտի շատ կարճ ժամանակով եւ ես ուրախ եմ, որ այժմ Հայաստանում ճիշտ ընկալում կա Կարեն Դեմիրճյանի գործունեության վերաբերյալ։ Ես չեմ հանդիպել գոնե մի մարդու, որ բացասական կարտահայտվի կամ չեզոք, եթե տեղյակ չեմ, կամ դրական են արտահայտվում Կարեն Դեմիրճյանի մասին եւ ես ուզում եմ, որ մենք մեր դպրոցում անպայման ճանաչենք Կարեն Դեմիրճյանին, թեկուզ եւ ձեր համար ինքը պատմական կերպար է ավելի շատ, որտեղ ինքը 70-80-ական թվականներին ղեկավարել Հայաստանը եւ դուք չեք ծնվել եւ գուցե ձեր ծնողները, բայց ինչպես մենք Տիգրան Մեծին ենք ճանաչում պատմական աղբյուրներից, Արտաշես Առաջինին եւ մյուս մեր երկրի ղեկավարներին եւ նրանց կատարած մեծ գործի համար, այդպես էլ Կարեն Դեմիրճյանին պետք է ճանաչել եւ ոչ միայն Կարեն Դեմիրճյանին, նրան նախորդող Անտոն Կոչինյանը, որ քիչ ճանաչված է, կրկին շատ մեծ բաներ է արել մեր երկրի համար, այսինքն մենք պիտի անընդհատ ուսումնասիրենք, համեմատենք, հասկանանք, հատկապես հիմա, երբ որ դուք եք արդեն ընտրում երկրի ղեկավար։ Կարեն Դեմիրճյանին ժողովուրդը չէր ընտրում, այնտեղ կոմունիստական այդ հասարակարգում կուսակցությունն է ընտրում բյուրոյի առաջին քարտուղար, բայց հիմա դուք որպես նոր սերունդ ունեք հնարավորություն ժողովրդավարական Հայաստանում, խորհրդարանական Հայաստանում ապագայում երբ որ կլրանա ձեր 18-ամյակը ընտրել երկրի ղեկավար, ես ուզում եմ, որ դուք այդ չափանիշերով ընտրեք ձեր երկրի ղեկավարին։ Այսինքն այն մարդուն, ով խոսքով, գործով, ամեն ինչով ցանկանում է շենացնել իր երկիրը, ով սկզբունքային է, ով չի վախենում, ինչպես Կարեն Դեմիրճյանը չվախեցավ մահից եւ միգուցե շատ բաներից հեռու պահեց Վազգեն Սարգսյանի հետ միասին Հայաստան ժամանակին։ Կարեն Դեմիրճյանը
խորհրդային Հայաստանի, ապա նաև Հայաստանի Հանրապետության կուսակցական, պետական գործիչ է եղել բավականին եւ բավականին մեծ հեղինակություն, համբավ ունեցող աշխատասեր, գիտեր, խարիզմատիկ մի ազնվորություն, որը իր աշխատանքային գործունեությունը սկսել է արտադրությունից, աճել է այնուհետև, աշխատել է կուսակցական տարբեր ուղղակներում եւ որից հետո 1974-1988 թվականների 14 տարի զբաղեցրել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոն։ Ժամանակին այդպիսի պաշտոն կար։ Ինքը կուսակցական պաշտոն, այսինքն ինքը ոչ վարչապետ էր, ոչ ազգային ժողովի նախագահ էր։ Այն ժամանակ այդպես էր Հայաստանի թիվ 1 պաշտոնը։ Նրա պաշտոնավարման ընթացքում շացին մանկությունը եւ պատանեկությունը անցել են հենց այդ տարիներին եւ ինչպես այնպես էլ իմ ծնողների ավակ սերնդի ներկայացուցիչները ընդհանուր առմամբ գոհունակությամբ են հիշում այդ տարիները։ Ինքը սովետական միության տարբեր հանրապետությունների այլ ղեկավարների մոտ ունեցել է որոշակի հեղինակություն, կարողացել է սովետական միության ղեկավարության մոտ բարձրացնել հարցեր եւ հասնել դրանց լուծմանը եւ ընդհանուր առմամբ խորհրդային սոցիալիստական Հայաստանը ինքը ծաղկում է ապրել։ Այդ տարիներին նաեւ ծաղկում է ապրել մեր հարազատ քաղաք Աբովյանը։ Աբովյանում կատարվել են բավականին եւ բավականին լուրջ ներդրումներ։ Իդեպ այս շենքը, որտեղ մենք հիմա գտնվում ենք, համայնքապետարանի եւ դրա դիմաց գտնվող բարեկամության հրապարակը համապատասխան հուշարձաններով դրանց բացումը տեղի ունեցել 1978 թվականին, որին մասնակցել է նաև Կարեն Սերոպի Դեմիրճյանը Մոսկվայից ժամանած հյուրերի ներկայությամբ։ Այդ տարի լրանում էր Արևելյան Հայաստանի, Ռուսաստանի միավորման 150 ամյակը։ Եթե դպրոցում ընկեր Վարդյանը ձեզ պատմել այդ մասին Թուրքմենչայի հաշտություն եւ այլն։ Նույն այդ տարիներին ծաղկում են ապրել արտադրությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, այլ մեր համայնքապետարանից մի փոքր հեռու գտնվող գործարաններն են վերազինվել, ունեցել են հազարավոր աշխատատեղեր, կառուցվել է մեր Աբովյանի այն թաղամասը, որը հիմա կոչվում է երկրորդ միկրոշրջան, հավանաբար ծանոթ է այս թաղամասը, հիմքադրվել կառուցվել է երրորդ միկրոշրջանը, հիմքադրվել չորրորդ միկրոշրջանը, այսինքն այդ ամեն ինչը կատարվել է բավականին արագ տեմպերով։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը 88-ին Կարեն Դեմիրճյանը հրաժարական տվեց, որքանով որ ինձ է հայտնի պատճառաբանությունից, նա ուղղակի հայտնեց, որ չի կարող հասնել հարցի լուծմանը եւ հրաժարական տալիս։ Հրաժարական տալուց հետո երկար տարիներ Կարեն Դեմիրճյանը հայ-էլեկտրամեքենա ձեռնարկության տնօրեն էր, հետո 90-ականների վերջին վերադարձավ մեծ քաղաքականություն, 99-ին մասնակցեց խորհրդարանական ընտրություններին եւ Վազգեն Սարգսյանի հետ միասին միասնություն դաշինքի շրջանակներում խորհրդարանում կազմեցին մեծամասնություն եւ Կարեն Դեմիրճյանը զբաղեցրեց ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Ցավոք պաշտոնավարել շատ կարճ, մինչև 99-ի հոկտեմբերի 27, երբ որ նրա եւ մի շարք այլ պետական գործիչների կյանքը ընդհատվեց եղերական ոչրագործության հետևանքով։ Տարբեր ժամանակներում առաջարկվել են տարբեր նախագծեր, ստեղծելու Հայաստան-Վրաստան ՌԽՍՖՀ լրացուցիչ երթուղի, Գյումրի-Բաթումի երկաթուղի և միջհայկական պողպատե երթուղին, Լենինական, Երևան, Զանգեզուր, Գորիս, Ղափան, Մեղրի,
որը ձգվելու էր Իրանի սահման։ Այդուհանդերձ 60-ից 80-ականների այդ նախագծերի մեծ մասը մերժվում էին ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության կողմից։ Երևանը ձգտում էր նոր երկաթուղային գիծ կառուցել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միջով։ Ղափան, Գորիս, Լաչին, Ստեփանակերտ, Աղդամ և Լախ։ Սակայն տնտեսական վերլուծաբան Ալեքսեյ Բալիևի կարծիքով ադրբեջանական իշխանությունները հաջողությամբ կարողանում էին համոզել կենտրոնական իշխանություններին արգելք դնել այդ նախագծերի իրականացման վրա։ 1985 թվականին հաստատվել է այն պետական պլանը, որով նախատեսվում էր ՀԽՍՀ-ում կառուցել մագնիսական երկաթուղու համակարգ, որն ունենալու էր 73,2 կիլոմետր երկարություն։ Նախատեսվում էր նախագիծն ավարտել 1990 թվականին։ Այդ ճանապարհը պետք է ապահովյան քաղաքի միջով իրար կապեր Երևանը և Սևանը, սակայն 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը, Արցախյան գոյամարտը դարձան նախագծի սառեցման պատճառ։ Գնացքները պետք է զարգացնեին մինչև 250 կմ/ժ արագություն, արդյունքում կառուցվեց միայն ուղանցը։ Մեր սիրելի կառավարիչ Կարեն Դեմիրճյանը շատ էր հարգված, սիրված մեր ժողովրդի կողմից։ Ում էր երգել հայոց ժողովրդի աշխատանքը, չարչարանքը գնահատել։ Լցրեք ընկերներ, բաժակներով լի, թող հայոց գինին մեզանուշ լինի։ Փառք տանգը մայր հողին, արևի շողին, գինին պարգևոր հայոց աշխարհին։ Լցրեք ընկերներ, բաժակներով լի, թող հայոց գինին մեզանուշ լինի։ Գովենք դարեդար, աշխատանքն արդար, գինին պարգևոր հայոց ազգերին։ Կամո, իմացիր ինձ սպանելու են։ Հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ հարազատ եղբոր հետ իր մտահոգությունն է կիսել Կարեն Դեմիրճյանը։ Նրա անհանգստությունը պայմանավորված էր այդ օրերին բարձրագույն իշխանության կաբինետներում քննարկվող Մեղրին Լաչինի միջանցքով փոխանակելու Գոբլի ըստ Դեմիրճյանի կործանարար առաջարկը։ Նա դեմ էր դրան։ Իրեն սպասվող վտանգի մասին էլ տանը չէր խոսում։ Նրա որդին Ստեփան Դեմիրճյանը շարունակեց նրա քաղաքական ուղին, բայց Կարեն Դեմիրճյանը մնաց անփոխարինելի, որպես առաջնորդ, որի պակասը դեռ զգացվում է։ Ձեր լռությունը զնգում, զրնգում է ձորով մեկ, ձեր լռության համերգում ինձ բացակա չդնեք, համբերություն եմ ասում, ակնարկներս կրկնեք, համբերության հանդեսում ինձ բացակա չդնեք, ձեր շուրջը ամպ է կայծակ, քնով չանցնեք, չքնեք, քնեցիք էլ արթնացակ, ինձ բացակա չդնեք, թվում է թե կամենակ մի օր երկինք թռնեք, ձեր թռիչքի ժամանակ ինձ բացակա չդնեք, ձեր պնդության պաշարով դուք պաշարներ կսկսնեք, իմ մեղմության պատճառով ինձ բացակա չդնեք, ես եմ քարե պատարակ, ձեզնից սերված ընդունեք, դուք ձեր կամքին հակառակ ինձ բացակա չդնեք, ոչ խոստումներ, ոչ երդում, չսպասեք ու չքննեք, անվերջ անշարժ ձեր երդում ինձ բացակա չդնեք։